Բարև ձեզ, դուք դիտում եք հեռանկարը եւ այսօր իմ զրուցակիցն է հայկական վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակով գլխավորող Արթուր Բաղդասարյանը։ Բարև ձեզ, բարև Բաղդասարյան, շնորհակալություն։ Մենք հանդիպել ենք ձեզ հետ, եթե հիշում եք, ընտրաշավից առաջ։ Հիմա արդեն անցավ 20 օր, 20 օրից ավելի, երևի ինչ որ շտկումներ, դիրքորոշումներում, ծրագրերում մարդկանց հետ հանդիպելուց հետո այդպիսի բան կա ձեզ մոտ թե չէ։ Գիտեք ինչ կա, այս հանդիպումները ապացուցեցին մեր առաջարկած ծրագրերի ճշմարտացիությունը, իրավացիությունը, հիմնավորվածությունը եւ մեկ անգամ եւս մեր մեջ ամրապնդեցին, որ այն 30 կետանոց ծրագիրը, որ մենք ներկայացրենք, իսկապես բխում է ժողովրդի շահերից, սպասարկում է նրանց առաջարկած խնդիրները եւ ես այսօր գոհունակությամբ ուզում եմ արձանագրել, որ մենք իսկապես ներկայացրել ենք մի կողմից մրցունակ ծրագիր, որը համեմված է լավագույն միջազգային փորձով, հիմնված է լրջագույն տնտեսագիտական հաշվարկների վրա եւ մյուս կողմից նաեւ հաշվի առնում մեր հասարակության շահերը։ Եթե դրան գումարում ենք նաեւ, որ մենք առաջարկել ենք բավականին մրցունակ, երիտասարդ թիմ նաեւ, այսինքն եւ փորձառու գործիչներով եւ երիտասարդներով համալրված քաղաքական թիմ, որտեղ մեծ թվով գրագետ ու պատրաստված մարդիկ կան, կարծում եմ, որ այս ամենը դրական ուղենիշ էր, որով մենք մուտք գործեցինք այս այսինքն ինչ որ հիասթափություններ, պասիվությունից, չգիտեմ, մարդկանց վերաբերմունքից դուք չեք տեսել։ Չէ, իսկապես, որտեվ ես վստահ եմ եւ ձեր եթերում նույնպես դուք տեսնում եք, որ մեր հանդիպումները անցնում են շատ ջերմ, շատ մարդաշատ եւ դա պատահական չէ, որտեվ մենք ի վերջո 20 տարվա քաղաքական կենսագրություն ունենք։ Այս կուսակցության հետ մենք միասին նաեւ մեր այս քաղաքական թիմի հետ մեծացել ենք եւ մենք ունենք ամուր կառույցներ հանրապետության բոլոր մարզերում, համակիրների կայուն թիվ։ Ուզում եմ ձեզ ասել, որ հայկական վերածնունդ կուսակցության շարքերում այսօր հաշվառված է Հայաստանի Հանրապետության 130,000 քաղաքացիներ, 130,000 մարդ մեր քաղաքական կազմակերպության շարքերում են եւ մեզ հետ միասին պայքարում են մեր ծրագրերի իրականացման համար։ Տնտեսական ծրագրերի մասին ես այս տաղավարում լսել եմ թե ձեզնից, թե ձեր գործընկերներից հարկերի իջեցում, հարկերից ազատում։ Դուք եք դա առաջարկում։ Ինչով է ձեր ծրագիրը առանձնանում մնացած ծրագրերից։ Մենք առաջարկում ենք մեր երկրում ներդնել հարկային արձակուրդների քաղաքակիրթ համակարգ աղետի գոտում սահմանամերձ տարածաշրջանում, ինչ է նշանակում հարկային արձակուրդներ, այսինքն 3 տարով հարկերից ազատում, որը հնարավորություն կտա, որպեսզի այդ տարածաշրջաններում ստեղծվի ու զարգանա փոքր եւ միջին ձեռներեցություն։ Մենք առաջարկում ենք մինչեւ 18 միլիոն դրամ ապրանքաշրջանառություն ունեցող ընկերությունների դեպքում եւս կիրառել հարկային արձակուրդների համակարգ։ Եթե դուք հաշվարկեք սահմանամերձ տարածաշրջաններում գործող ձեռնարկությունների մուծած հարկերը ներառյալ աղետի գոտու մեր հարկային մուտքերի նույնիսկ 1%-ը չի կազմում, այսինքն դա բյուջեի համար լուրջ վնաս չէ, բայց այդ մի տոկոսը 3 տարով երկարաձգելու արտոնություն տալու համակարգի ներդրման արդյունքում շատ մարդիկ իրենց բիզնեսը կարող են տեղափոխել այնտեղ, որոշները ավելի համարձակ կսկսեն իրենց նոր գործը։ Տեսեք, մենք ինչ ենք ասում։ Մենք պետք է շահագրգռված լինենք, որպեսզի Հայաստանում զարգանա ոչ թե օլիգոպոլ տնտեսությունը, օլիգարխիկ տնտեսությունը, մի քանի հոգու տնտեսությունը, այլ ինչպես մենք միշտ ասել ենք, ավելի լավ է 100 մարդ ունենա մեկական խանութ, քան մի հոգի 100 խանութ։ Սա շատ կարևոր տնտեսության, երկրի զարգացման տեսլական է, որը մենք ուզում ենք, որտեղ մեր երկրում մանր ու միջին բիզնեսը պետք է զարգանա, մեր երկրում արտադրությունն ու արդյունաբերությունը պետք է զարգանա։ Դրա համար մենք պետք է մոտիվացված քաղաքականություն իրականացնենք։ Եվ մի կարևոր հարց եւս։ Տեսեք, հարգելի Արամ, ենթադրենք այս երկրում այսօր ինչ իրավիճակ է ստեղծվել։ Եթե մարդը փող չունի, չէ՞, ուրեմն այդ մարդը կարող է մահանալ, որտեղ փող չունի վիրահատության համար վճարի, փող չունի հետազոտության համար վճարի, եթե փող չունի նա երեխան պետք է կրթություն չստանա, եթե փող չունի նա ընդհանրապես բիզնես չի կարող ստեղծել։ Մենք ինչ ենք առաջարկում, քանի որ հարցը տնտեսական դաշտում է ձեր տրված, մենք առաջարկում ենք, որ պետությունը հատկապես սահմանադրությամբ հռչակված արժեքների պայմաններում պետք է կանգնի քաղաքացի կողքին։ Մի դեպքում առաջին երաշխավորի սոցիալապես անապահով խավերի համար հատուկ գումարային սերտիֆիկատներով մեր բյուջեում այդ գումարները կան անվճար առողջապահություն եւ կրթություն, որտեղ կրթության եւ առողջապահության համակարգում ներդրվել է բյուջեում ներառված է 100 միլիարդ դրամ գումար, դրա մոտ 30%-ը, որ նախատեսված է սոցիալապես կարիքավորին իբր պետ պատվերով բուժելու կամ կրթելու համար, արդյունավետ չի գործում, այդ համակարգը այլանդակված է։
կոռուպցիոն ռիսկերով լի, մենք առաջարկում ենք տալ գումարային սերտիֆիկատներ։ Հիմա բիզնեսի դեպքում ենթադրենք մարդ ունի սոցիալական կարիքի մեջ է, ունի շատ խելացի երեխա, որը իդեպ նաև մեր հեղինակած օրենքով սովորել է անվճար, որտեղ լավ է սովորել, գերազանց է սովորել։ Բուհը ավարտել է, մենք օրենք ենք հեղինակել ժամանակ։ Բուհը ավարտել է, ունի հրաշալի գիտելիքներ, ունի բիզնես մտածողություն, բայց փող չունի, ինչ անի։ Մենք ինչ ենք առաջարկում։ Մենք առաջարկում ենք անել այն ինչ որ անում են այսօր շվեդները, խորվաթները, ստեղծել պետական երաշխիքային հիմնադրամ, այդ սոցիալապես խելացի, անապահով, բայց խելացի երեխան, որ ուզում է բիզնես ստեղծի, որտեվ գիտեք ինչ կա, մենք 21-րդ դարում ենք ապրում, էլի, հնդկական կաստաների ժամանակները չէ, որ մեկը մի կաստայում ծնվել է, այդ կաստայում էլ պետք է գնա, նա չի կարող մի քայլ առաջ գնալ։ Մենք առաջարկում ենք պետական երաշխիքային հիմնադրամների միջով սոցիալապես անապահով երիտասարդը ենթադրենք, կամ մարդը, քաղաքացին, որը ունի փայլուն գաղափար, այդ հիմնադրամը պարտավոր լինի քննության առնել նրա ներդրումային ծրագիրը, ինչ որ փոքր եւ միջին բիզնեսն է, եւ այդ համապատասխան մասնագետները գնահատելով այդ ռիսկը, եթե տեսնում են, որ սա իրոք խելքը գլխին բիզնես ծրագիր է, չէ, տան բանկին երաշխիք եւ բանկը ֆինանսավորի այդ ձեռնարկության ստեղծումը։ Մենք կարող ենք մեր պետական բյուջեում յուրաքանչյուր տարի նախատեսել ենթադրենք $20 միլիոն, $3 միլիարդ դոլարանոց բյուջե ունի Հայաստան։ $20 միլիոն նախատեսենք, $20 միլիոն դա 10 միլիարդ դրամ է։ Կարելի է 100 փոքր ծրագիր, հասկանում եք, չէ, ֆինանսավորել։ Չեմ խոսում W, չեմ գերմանական բանկերը, եվրոպական ներդրումային բանկ, եվրոպական զարգացման բանկ, որ վիթխարի ռեսուրսներ են տալիս այդ թվում Հայաստանի Հանրապետությանը բիզնեսի զարգացման համար։ Այսինքն մեր մոտեցումը որն է, եթե մարդը փող չունի, նա չպետք է մահանա, որտեղ չի կարողանում վճարել իր վիրահատությամբ, կամ երեխան չպետք է անգրագետ տնի, կամ մարդը չպետք է կարողանա բիզնես ստեղծի, եթե փող չունի։ Դրա համար մենք ասում ենք, պետությունը պետք է իր ակտիվ եւ գործուն մասնակցություն է, եւ սա հնարավորություն կտա մի կողմից սոցիալական արդարություն բերել, մյուս կողմից հասարակության շնորհալի հատվածին, ով ունի խելք, գաղափար, ստացել է կրթություն, բայց ծնողը փող չունի, այդ մարդը կյանքում բիզնես ստեղծի, դառնա հաջողություն ունենա, փող աշխատի իր ընտանիքի համար, հարկ վճարի եւ այլ եւ այլ։ Մինչև 18 միլիոն դրամ շրջանառություն ունեցողը հիմա հարկ մոծում է, ինչ հարկ է մոծում եւ ինչ հարկից եք դուք ուզում նրան։ Ուրեմն մենք ընդհանրապես առաջարկում ենք որևէ հարկ։ Այո, մենք առաջարկում ենք մինչև 18 միլիոն դրամ տարեկան, այսինքն խոսքը վերաբերում է ամսական 1.5 միլիոն դրամի շրջանառություն ունեցող ուրեմն տնտեսվարող սուբյեկտին տալ, եթե քու շրջանառությունը դառնում է ենթադրենք 30 միլիոն, դու սկսում ես մուծել։ Մեկ, երկրորդը մենք առաջարկում ենք հաստատագրված հարկային քաղաքականությունը մանր եւ միջին բիզնեսի ոլորտում տարածական դարձնել։ Հայ իր տեսակով հոգնել է ստուգելու մարմաջով տառապող տարբեր պետական մարմինների հաճախակի այցելություններից։ Հասկանում եք։ Տես մարդը գիտի, ասում է, ես պետք է մուծեմ 100,000 դրամ, ախպեր մուծեմ, ինձ հանգիստ թողեք։ Ոչ թե գա ուրեմն այս ստուգողը, երկրորդը, երրորդը, չգիտեմ, անընդհատ այս ստուգողներին ճանապարհելով։ Ոնց որ այսօր մենք տեսեք մեր երկրում Արամ ջան, դրել ենք արագաչափ, չէ՞։ Արագաչափի կողքն կանգնում է պետավտոտեսությունը։ Որն է նպատակը։ Մեկը գրավոր ակտագրում, մեկը բանավոր ակտագրում, հասկանում եք, չէ՞։ Հիմա մեր նպատակը, եթե ճանապարհային անվտանգության ապահովումն է, չէ՞։ Ուրեմն այդ համակարգի ներդրումով պետք է Հայաստանում ավտոճանապարհային պատահարների թիվը նվազեին, զոհերի թիվը նվազի։ Հիմա ավելացել է, երկու ուղղությամբ էլ աճ է ունեցել։ Դուք վստահ եք, որ զոհերի թիվը ավելացել է։ Իհարկե, զոհերի եւ վիրավորների մոտավորապես 22-23%-ով։ Ես դա ձեզ ասում եմ վերջի 15 թվականի տվյալները եւ կարող եմ այդ տվյալները ձեզ ուղարկել։ Երկրորդը, հիմա տեսեք, եթե մի տարվա ընթացքում երկրում գրվում է միջինը 2.5 միլիոն հատ արագաչափի ակտ, ուշադիր խնդրում եմ լսեք, գանձվում է 24.5 միլիարդ դրամ գումար, 52 միլիոն դոլար։ Հայաստանի ողջ հաշմանդամները, որ մեր բնակչության մոտ 10% է կազմում, մոտ 10%-ը նրանց նպաստների գումարը կազմում է 2.5 միլիարդ դրամ, 24.5 միլիարդ դրամ արագաչափից է հավաքում, 2.5 միլիարդ դրամ տրվում է երկրի ողջ հաշմանդամներին։ Ամբողջ բարձրագույն կրթությանը պետական բյուջեից տրվում է 12 միլիարդ դրամ, արագաչափերից 24.5 միլիարդ է հավաքվում, մշակույթին կրթությանը տրվում է 7-8 միլիարդ դրամ, մշակույթին եւ սպորտին։ Հաջորդը ամբողջ Հայաստանի ուղիչ աշխատանքային հաստատություններին հատկացում է 8.5 միլիարդ դրամ։ Այսինքն մեր ասածը որն է։ Մենք ունենք ռեսուրսները պետք է մի կողմից ճիշտ կառավարենք եւ մյուս կողմից պետք է պետական կառավարման համակարգում կոռուպցիան ռիսկերը հասցնենք 0-ի, նվազագույնի, սա հնարավոր է եւ սա պետք է անել։ Արագաչափերը հանեցինք, թող ով ոնց ուզում է քշի։ Ոչ, հիմա մենք դուք եթե կարդացել եք մեր նախընտրական ծրագիրը, մենք ասում ենք, եթե արագաչափի նպատակը անվտանգության ապահովումն է, դրա տուգանքը չպետք է
գերազանցի 1000 դրամը։ Մենք ինչ ենք ասում, հարգելիս Գերմանիայում դուք եղել եք շատ կամ Ավստրիայում 1500-2000 եվրո գումար են ստանում, արագաչափի տուգանքի գումարը մեր մոտ ավելի բարձր է, քան թե զարգացած երկրներում։ Մենք ասում ենք մեր կենսաթոշակի հետ կապված հարաբերությամբ 160% է կազմում, այն դեպքում է Ռուսաստանում 3%, Բելորուսում 8%, Միացյալ Նահանգներում 6%։ Մենք ասում ենք թող լինի, բայց փաստարկված տրամաբանված, ոչ թե մարդը ասենք գյուղից գալիս է Երևան, չէ, իր մեքենայով կանգնում է մի հատ կարմիր գիծ է տրորում, ընկնում է այդ մարդը կրակը։ Աշխատավարձի բարձրացում եւ թոշակների բարձրացում։ Դուք առաջարկում եք դա, բայց առաջարկում եք նաեւ հարկերի իջեցնում։ Դա իրար չի հակասում։ Իհարկե իրար չի հակասում, որտեվ ես համոզված եմ եւ բազմաթիվ երկրներ, վերցնենք վերջին հոլանդական ընտրությունները, վերցնենք նախավերջի բելգիական ընտրությունները, ցածր հարկերը առաջ են բերում ավելի մեծ հարկային մուտքեր։ Հասկանում եք, միշտ չի որ բարձր հարկերը իմ համոզմամբ դրանք ճնշում են գործարարությունը։ Մարդուն պետք է հարկը լինի, բայց հարկը նաև գիտեք ինչ կա, միշտ չի որ բարձր հարկը տալիս է լավ էֆեկտ։ Էլ չխոսենք ամերիկյան տնտեսության ուրեմն բազմափորձ այդ ավանդույթներից, երբ որ հարկեր իջեցրեցին եւ նույն Ռեյգանի օրոք, տեսեք ինչ տեղի ունեցավ։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ միշտ չէ որ բարձր հարկերը խթանում են տնտեսության աճը։ Մենք ինչ ենք ասում, պետք է բիզնեսին տալ ազատություն, որտեղ ազատ զարգացող տնտեսությունը շատ ավելին կարող է անել, քան բազմաթիվ կառավարական որոշումներ։ Մենք գտնում ենք, որ եթե Հայաստանում հարկերը տրամաբանորեն փաստարկված նվազեն, հարկային մուտքային մասը էլ ավելի կավելանա։ Եթե բիզնեսին նկատմամբ ճնշումը նվազի, մարդիկ ազատ աշխատեն, նրանց բյուջետային մուտքերը էլ ավելի կավելան։ Ոչ մեկ, տեսեք, հիմա ՊԿ մի լավ նախաձեռնություն է հանդես բերել, ուրեմն բարեխիղճ հարկատուներ։ Շատ լավ է, հասկանում եք, պետք է խթանել բարեխիղճ հարկատուներին։ Պետք է անհողդորդ լինել նաև հարկային հանցագործությունների հետ կապված, հա, բայց նաև պետք է նաև տնտեսությանը նպաստել, այսինքն պետությունը պետք է դառնա գործընկեր, ոչ թե մամլիչ մեքենա։ Սա է մեր փիլիսոփայությունը։ Եթե պետությունը գործընկեր է, բիզնեսը զարգանում է։ Եթե պետությունը մամլիչ մեքենա է, բիզնեսը խեղդվում է։ Աշխատավարձների եւ թոշակների բարձրացում։ Կներեք, մենք պետք է անցնենք գովազդային ընդմիջման։ Հայկական վերածնունդ կուսակցության տնտեսական ծրագրերի մասին մենք կխոսենք նաև գովազդային ընդմիջումից հետո։ Դուք դիտում եք հեռանկարը եւ ես զրուցում եմ հայկական վերածնունդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանի հետ։ Մենք կանգ առանք աշխատավարձերի եւ թոշակների բարձրացման կետի վրա։ Տեսեք, հիմա Հայաստանում առնվազն 1 միլիոն մարդ ստանում է իբր ինչ-որ գումար պետությունից կամ գործատուից, բայց նա սոցիալապես աղքատ վիճակում է։ 500,000 շուրջ թոշակառուներ, 200,000 հաշմանդամներ, 300-ից 350,000 մարդ Հայաստանում ստանում է նվազագույն 55,000 դրամ աշխատած։ 1 միլիոնից ավելի մարդ, որ ինչ-որ գումար է ստանում, բայց դա աղքատ է, որովհետև 18,000 դրամով հաշմանդամը կամ 25-30,000-ով թոշակառուն չի կարող իր գլուխը պահել։ Մենք ասում ենք վերջի տարիների ընթացքում Հայաստանում ինդեքսացիա տեղի չի ունեցել, թոշակների բարձրացում տեղի չի ունեցել, դրա փոխարեն տեղի է ունեցել գների անընդհատ բարձրացում։ Այ հիմա ընտրություններ են, դուք էլ փորձաշատ, վերլուծաբան եւ լրագրող եք։ Խանութ մտնում եք, տեսեք գները ինչքան են թանկացել։ Այսինքն այդ փող բաժանողները, այսպես ասած, որ փորձում են քվեներ ձեռք բերել, չէ՞, մի հատ էլ աբրանքների գները թանկացնում են, որտեղ հիմնական նաև մենք տեսնում ենք, որ մոնոպոլիստները շատ են քաղաքական պայքարում։ Դրա համար մեր ուղերձը ո՞րն է, ասում ենք, գիտեք, մեկը լավ հրամանատար է, պետք է գնա մարտի դաշտում իրեն դրսևորի։ Մեկը լավ գործարար է, թող գնա բիզնեսը զարգացնի։ Հասկանում եք, երկրի կառավարման խնդիրներով պետք է զբաղվեն պետական եւ քաղաքական գործիչները։ Այո, մենք համոզմունքով պնդում ենք եւ մեր բյուջեում այդ ռեսուրսները կա, որ Հայաստանում օրենքի ուժով պետք է ամեն տարի բարձրացվեն կենսաթոշակները, աշխատավարձները, նպաստները, ինչպես պետության բյուջեում պետք է տարեկան պարտադիր այն կառավարությունը, որ չի ապահովում մի քանի տոկոս տնտեսական աճ, նա պետք է հրաժարական տա։ Շատ պարզ, հստակ տեսլական է։ Այսօր 1% հնայի մեր աճը 120 միլիոն դոլար է, 5-6% աճ ապահովենք 5-600 միլիոն դոլար է, բայց ինչու մենք չպետք է ապահովենք, ինչու է անընդհատ ինչքան կարելի է Չինաստանի վրա զարմանալ, որ 8-ից 10% տնտեսական աճ ունի, Իրանի վրա զարմանալ, մեր հարևան Վրաստանի վրա, բա մենք ինքներս մեր վրա, ինչու մենք պետք է լինենք ոչ մրցունակ մեր երկրում, ինչու մենք պետք է լինենք ոչ մրցունակ մեր տարածաշրջանում եւ ի վերջո աշխարհում, եւ ինչքան կարելի է կաղալ ամեն Հայաստանի փոխվող կառավարություն, գոնե վերջի 10 տարում, ուրեմն
այնպիսի գնահատական է տալիս ամեն եկող նոր վարչապետ, որ ուղղակի սարսափազդու է։ Եկավ Տիգրան Սարգսյանը, հիշում եք ինչ գնահատական է, որ մի ահավոր վիճակ է մեր տնտեսությունը։ Աշխատեց տարիներ, եկավ Հովիկ Աբրահամյանը, նա որ իր մամլո ասում մի ահավոր վիճակ է։ Հիմա եկել է Կարեն Կարապետյանը, շատ բարդ ծանրագույն, բոլորը զբաղվում են դիագնոզով, այսինքն դնում են դիագնոզ, բայց բոլորս գիտենք, որ մեր տնտեսության վիճակը վատ է, բայց գիտեք ինչ կա, մարդիկ կոնկրետ քայլեր են ուզում, լավ, եթե մենք 10 տարի միակ դիագնոզ ենք տալիս, որ տնտեսության վիճակը վատ է, իրար փոխվող վարչապետերը, մեզ պետք է կոնկրետ քայլեր, ազգի, երկրի առջև կուտակված խնդիրները լուծելու, այո, մենք ասում ենք, նայեք տարածաշրջանի երկրներին, նայեք ավելի զարգացած երկրներին, որ երկրում է, որ մի քանի տարին մեկ գոնե կեսաթոշակ չի բարձրանում, ինչի չպետք է Հայաստանում բարձրանա աշխատավարձը, մենք այո առաջարկում ենք, Հայաստանում նվազագույն աշխատավարձը առաջիկա 3-4 տարվա ընթացքում չպետք է պակաս լինի 100,000 դրամից, եթե մենք խոսում ենք միջին կենսամակարդակից, չէ, մենք պետք է նայենք, 100,000 դրամը $200 համարժեք գումար է, $200 այսօր աշխարհում դա աղքատ երկրներ են ստանում, նրանց բնակիչները այդքան նվազագույն աշխատավարձ։ Մենք ասում ենք զարգ տանք տնտեսության զարգացմանը, ազատականացնենք բիզնեսը, դիվերսիֆիկացնենք տնտեսությունը, որովհետեւ գործատուները իրոք ավելի կաշկանդված լինեն, հարկային բեռը ոչ թե բարձր լինի իրենց աշխատողներին չձևակերպեն, այլ ընդհակառակը մարդուն ձեռնտու լինի հարկ վճարել եւ նաեւ լինի պետական վարչարարություն, հսկողություն։ Այսինքն մենք ազատության կարիք ունենք։ Ընդհանրապես ազատ ապրող մարդը, ազատ ապրող հասարակությունը, ազատ ապրող տնտեսությունը իր ներսում պոտենցիալ թռիչք ունի դեպի առաջընթացի ու զարգացման։ Մենք այս թեզի, այս տեսլականի կողմն ենք։ Բանկային տոկոսների մասին նույնպես շատ է խոսում, նաև այգուսակցություններ, մանավանդ գյուղացիների համար։ Դուք էլ երևի այդպիսի կետ ունեք։ Մենք առաջարկում ենք Հայաստանում բանկերի, վարկերի տոկոսների նվազեցում։ Ես կասեմ նաև ինչպես։ Տեսեք, այսօր բանկերի տոկոսները, ընչաքաղցությունը, թշվառությունը իսկապես հարձակվել են ժողովրդի վրա։ Ես իմ հանդիպումների ժամանակ դուք էլ երևի դիտել եք, ես հարց եմ տալիս, ասում եմ, ով բանկում վարկ ունի, դալիճի 90%-ը ձեռքաբար։ Ասում եմ, ով ոսկիները գրավադրել 90%, 80%-ը դալիճի ձեռքա բարձրացնում։ Այսօր 1 միլիոնից ավել մարդ 2-3 տեղ վարկ ունի։ Միտեից վերցնում տանում հազիվ են մյուսն է փակում։ Ես ասում եմ, պարզ հասարակ բան, եթե մենք $6.5 միլիարդ Հայաստանի արտաքին պարտք ունի, դա հողոտից չի գոյացել, այդ վարկերից, չէ։ Պետությունը ներգրավում է վարկային միջոցներ 1-2%-ով, առավելագույնը տալիս է բանկին 7%-ով, ու բանկը վաճառում է ժողովրդի վրա 18-24%-ով։ Մենք ասում ենք անընդունելի է սա։ Խանութը հաց է վաճառում, բանկը փող է վաճառում։ Հայաստանում բանկերը փողը թանկ են վաճառում։ Եւ որի արդյունքում տեսեք ինչ եղավ անցած տարի։ Վերջի շրջանի համար աննախադեպ մի իրողություն, երբ որ Հայաստանի մասնավոր բանկերը շուրջ $350-ից $400 միլիոն վարկ տվեցին պետությանը, բյուջեի դեֆիցիտը փակելու համար, որտեղ $500 միլիոն դեֆիցիտ ունեցանք։ Մասնավոր բանկը փոխանակ ֆինանսավորի հիպոթեկային շինարարությունը, փոխանակ ֆինանսավորի մանր միջին բիզնեսի զարգացումը, նույն գյուղատնտեսությունը վարկա տալիս պետությանը։ Սա աննախադեպ մի իրողություն։ Դրա համար մենք ինչ ենք ասում, վարկային, ուրեմն պետք է լինի, եթե պետությունը բերում է վարկային ռեսուրսը 1-2%-ով, դուք գրագետ մարդ եք, աշխարհում այսօր 3-4% է վարկերը։ Թող մեր մոտ լինի 5%։ Հասկանում եք, 5%-ը թող պետությունը սուբսիդավորի։ Այսօր պետությունը սուբսիդավորման գործիքներ կիրառում է, բայց մենք առաջարկում ենք գյուղատնտեսության մեջ հատկապես, տեսեք, հիմա մեր առաջարկը արդար է արդյոք, թե արդար չէ։ Այսօր գյուղաբնակ կինը, տղամարդը հողի վրա աշխատում է, չէ։ Հողի հարկամուծում։ Ինչի նրա աշխատանքը մենք չենք դիտարկում որպես աշխատանքային ստաժ։ Չէ որ առավոտ թերթում աշխատող լրագրողը, որի համար դուք եկամտա հարկ եք մուծում, նրա թոշակի ժամանակ հաշվարկում է։ Ինչի մենք գյուղաբնակ մարդկանց, որ ունեն սեփականության իրավունքով հողի համար վճարում են հարկ, ինչի չենք մենք այդ մարդու աշխատանքը դիտարկում աշխատանքային ստաժ փող տալիս։ Չէ որ սա արդար բան է։ 5%-ից ավել չպետք է լինի։ Սուբսիդավորումը պետք է դառնա առարկայական։ Հայաստանում պետք է զարգանք ընտանեկան բիզնեսին, գյուղատնտեսության ոլորտում հատկապես։ Հայաստանում պետք է ձևավորեն ժամանակակից հակակարկտային կայանների համակարգ, ժամանակակից Արամ ջան, պետքա ձևավորվեն, ուրեմն տեխնիկայով համալրված գյուղտեխնիկայով կենտրոններ։ Ինչպես։ Ես ձեզ ասեմ, այսօր Ռուսաստանը, որ մեր ռազմավարական դաշնակիցն է, Բելոռուսիան, ընկել են կրակը իրենց տրակտորները եւ կոմբայները վաճառելու։ Շուկա են փնտրում, ինչպես յուրաքանչյուր երկիր։ Հիմա մենք կարող ենք վերցնել 25 տարով, այդ մարդիկ յալվար են։ Ես ինքս եմ նաեւ բանակցել ժամանակին։ 25 տարով վերցնենք ապրանքային վարկ, կոմբայն ու տրակտոր։ Հայաստանին ընդամենը միասին վերցած մի 2000-3000 միավորը շատ է ու քիչ չի։
վերցնենք այդ 3000 միավորը, 1-ից 2% ապրանքային վարկ տանք գյուղացիական տնտեսությանը, գյուղացում տանք, ասենք եղբայր, քեզ 25 տարով տալիս ենք, պետությունը վերցրել է այդ ապրանքային վարկը, միջպետական վարկով, այդ կոմբայնը կամ տրակտորը, ոչ թե փողա վերցրել, այդ տեխնիկա։ Տալիս եմ քեզ 25 տարով 3%-ով։ Ինքը վերցրել է 2-ով, 3-ով տոտա։ Պետությունը ոչ միտեղ ոչ մի բանով չի տուժում։ Միայն հետևում է այս գործընթացին, որպեսզի իրոք հասնի ճիշտ մարդուն, գյուղացիական տնտեսությանը եւ այլն, այսինքն լիքը գործիքներ կան, որ կարելի է կիրառել, բայց մենք այդ գործիքները չենք կիրառում, հասկանում եք, դրա համար մենք մեր նախընտրական ծրագրով խիստ իրական քայլեր ենք այդ քայլերը, որ մենք առաջարկում ենք, խարսված է մեր փորձառության վրա, մեր գիտելիքների եւ լավագույն միջազգային փորձի ուսումնասիրության վրա։ Ի վերջո, դուք կիրթ գրագետ մարդ եք, կա տարբերություն գրագետ մարդու ու անգրագետ մարդու միջեւ, կա չէ՞։ Մենք պետք է շահագրգռված ելնենք հասկանալով, որ սա թաղի տղեկի ընտրություն չի։ Սրանով ընտրվում է երկրի բարձրագույն քաղաքական իշխանությունը։ Մենք պետք է շահագրգիռ լինենք, որ վաղվա ազգային ժողովում ոչ թե լինեն խուլ ու համր, այսինքն չլեսնող ու չտեսնող падգամավորներ, որոնք անհողդորդ են ժողովրդի ցավին ու կարիքներին, այլ լինեն մարդիկ, ովքեր գրագետ են, պատրաստված են, կարող են մարդկանց մատից փուշ անել, ակտիվ են, նախաձեռնողական, իրենց գործունեությամբ ու վարքագծով։ Պարոն Բաղդասարյան, եւս 2 րոպե ունենք, ես ուզում եմ խոսեմ հենց ձեր շանսերի մասին, կարծես թե բոլոր հարցումներով դուք մոտ եք նրան, որ անցնեք խորհրդարան, ես խնդրում եմ գնահատեք ձեր շանսերը, ինչպես նաեւ հարցումները։ Շնորհակալություն, գիտեք ինչ կա, մի քանի ամիս առաջ ուրեմն գելապ, այս ասում են կոոպերատիվ գելապ, ինչպես է որ հեղինակավոր են, մեկը Gallup Incorporated-ը եւ Gallup International, երկուսն էլ անց են կացնում հարցումներ։ Ուրեմն տեսեք, պաշտոնապես նաեւ հայտարարվել է, որ այդ կազմակերպությանը, որը ուրեմն որին մենք մեղադրում ենք Gallup International ոչ անաչառ լինելու մեջ, այդ կազմակերպությունը ես փաստերով եմ խոսում եւ դիմում եմ Շանթ հեռուստաընկերությանը առաջարկով ձեր եթերում։ Խնդրում եմ հրապարակեք սեպտեմբեր ամսին նույն այդ Gallup International-ի կողմից արած հարցումներով տեղական ինքնակառավարման մարմինի ընտրությունների, որտեղ հայկական վերածնունդին տվել էր 2%։ Մենք տարանք 17%։ 2% եւ 2 անգամ դա հրապարակվել է։ Իսկ Gallup Incorporated-ը լավն է։ Ես չգիտեմ այդ մյուսինը, չէ, գիտեք ինչ կա, ես ասեմ 39-31-ին կհրապարակի տվել, որոնք ձեզ դուր չեն գա։ Ուրեմն ես, եթե դուք վաղորոք գիտեք ինչ ասեմ, որտեղից գիտեք ինչ են հրապարակել։ Ես ընդհանրապես ասեմ, որ այս ընտրակարգով սոցիոլոգիային հավատալ պետք չէ, որովհետեւ սա ոչ թե համամասնական ընտրություն է կուսակցություն, այլ նաեւ անձերի ընտրություն է, որտեւ մի հատ բանը աջափսանդալ են սարքել այս ընտրակարգով։ Չես ասի համամասնական է, չես ասի մեծ, այսինքն ինքը մի յուրօրինակ ընտրական համակ։ Ես կարող եմ ասել, որ մենք ունենալու ենք ծանրակշիռ հաղթանակ։ Ծանրակշիռ եւ դրանում մեր ընտրողները կհամոզվեն։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր հավատում են մեզ, ովքեր քվեարկելու են մեր օգտին, եւ այդ մարդիկ, նրանք, ովքեր քվեարկեն հայկական վերածննդի օգտին, դուք քվեարկելու եք ինքներդ ձեր օգտին, որտեղ քվեարկելու եք Հայաստանում ոչ թե զիմզիմովների, բազազարտեմների, փողի տոպրակների, այլ կիրթ գրագետ երկրում իրապես փոփոխություններ անելու ունակ թիմի օգտին։ Կհավաքենք 51, շատ ավելի լավ։ Թող ժողովուրդն է որոշում, ոչ թե ուրեմն կեղծ սոցիոլոգիական հարցումներ։ Ես ես բերեցի կոնկրետ օրինակ։ Մի քանի հարցումներ եղան Վանաձորի Գյումրի ընտրությունների եւ ընդհանրապես թիմ ընտրությունների հետ կապված։ Մենք ասեցին մեզ 2%, տարանք 15-ից 18%։ Մենք երկրում գրավեցինք երկրորդ տեղը։ 450 ավականի ունի այսօր հայկական վերածնունդը տեղական մակարդակով, որ ամեն մեկը գյուղում ավականի դառնալու համար Արամ ջան, գոնե 200 քվե պիտի հավաքես։ Այդ 450 ավականին հաշվեք։ Ես Գյումրի, Վանաձոր քաղաքները չեմ հաշվում։ Մենակ գյուղերում 200 ձենով արեց 90000 ձեն։ Մենակ մեր ավականիները, որ նոր են անցել, ուրիշ բան չասեմ։ Եվ անցել են դժվարին պայքարում։ Այնպես որ մենք ունենանք լավ հաջողություն, ես մեր ժողովրդին մաղթում եմ, որ իրենք ակտիվորեն մասնակցեն ընտրություններին։ Տեսեք, այսօր հիասթափված մի հատված կա, ասում եմ, իմ քվեից ոչինչ կախված չի, ոչ քո քվեից շատ բան է կախված։ Եթե կախված չի, ինչու են քեզ անընդհատ խնդրում, ինչու են քեզ ցուցակագրում, ինչու են տարբեր, ուրեմն ընտրակաշարքներ եւ այլ բաներ առաջարկում։ Ուրեմն գնացեք ձեր քվեին տերեղեք, սիրելի հայրենակիցներ, որpիսի մենք փոխենք այն անհանդուրժելի վիճակը, որ կա Հայաստանում, իսկապես մեր երկիրը տանենք վերածննդի ճանապարհով, վերածնունդ, որ անհրաժեշտ է Հայաստանի բոլոր ոլորտներում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, սիրելի բարեկամներ, որ Արթուր Բաղդասարյանը գլխավորում է հայկական վերածնունդ կուսակցական նախընտրական ցուցակ,